Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ սոցիալական հարթակներում հայ երիտասարդները նախաձեռնել են ֆլեշմոբ, բարձրաձայնելու իրենց մտահոգությունները Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, Բաքվում պահվող հայ գերիների եւ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող խնդիրների վրա։ Ֆլեշմոբի մասնակիցները նշում են նաև Արցախից բռնի տեղահանված եւ այսօր Հայաստանում բնակվող շուրջ 150,000 հայի մասին, բարձրացնելով նրանց իրավունքների պաշտպանության եւ արժանապատիվ կյանքի ապահովման հարցերը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։ Բարի գալուստ Հայաստան, որի 19 քաղաքացիներ այս պահին ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում, որտեղ հիմա բնակվում են նաև Արցախից բռնի տեղահանված 150,000 հայեր, որտեղ կան խղճի բանտարկյալներ, որտեղ ճնշվում է խոսքի ազատությունը, որտեղ հոգնել են երկակի ստանդարտներից։ Բարի գալուստ քրիստոնյա Հայաստան, որի քրիստոնեական ժառանգությունն այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում։ Բացի այդ, սոցցանցերում տարածված հոլովակներում երիտասարդներն անդրադառնում են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների թեմային, այդ կերպ շեշտելով ազատ արտահայտման իրավունքի կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում։ Այս նախաձեռնությամբ երիտասարդները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք նրանց համոզմամբ չպետք է դուրս մնան գագաթնաժողովի օրակարգից եւ կարևոր են ժողովրդավարության համար։ Ֆլեշմոբի շրջանակում տարածվող սոցիալական հոլովակները ներկայացվում են հայերեն ու անգլերեն, նպատակ ունենալով հարցը հասցնել նաև միջազգային լսարանին։